Նախագիծը ըստ որի 27 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ծառայությունից խուսափել են տարբեր հանգամանքներով, կարող են փող տալ, ազատվել, ըստ էության մանուն հանձնաժողովում ընդունվեց։ Տեսեք նախագծի մասին ես ավելի ճիշտ ներկայացնեմ, որպեսզի դիտողները հասկանան ինչի մասին է խոսքը։ Գործող օրենսդրությամբ պարտադիր զինվորական ծառայության ենթակային 18-ից 27 տարեկան քաղաքացիները եւ 27-ից հետո քաղաքացիները եթե չեն ծառայել, քրեական գործ է հարուցվել նրանց վրա, նրանք չեն կարող ծառայել եւ ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով։ Նշեմ, որ այս պահին ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր մեր հայրենակիցներն են, բնակվում են արտասահմանում, նրանք չեն ծառայել եւ հիմա գտնվում են հետախուզման մեջ բանակում չծառայելու հանգամանքով։ Եթե նրանք այժմ վերադառնան կամ հայտնաբերվեն, նրանք պետք է դատապարտվեն ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով, որևէ այլ տարբերակ չունեն։ Եթե անգամ ցանկանան կան 2 տարի ժամկետով կամ օրինակ 5 տարի ժամկետով ծառայեն ազատազրկվելու փոխարեն, միևնույն է, չունեն նման հնարավորություն։ Օրենքով ես մեր հայրենակիցներին տալիս եմ հնարավորություն, որպեսզի նրանք գան, ծառայեն 2 տարի ժամկետով, իրենց բացը լրացնեն եւ քրեական գործը կարճվի։ Այսինքն պետությունը ստիպված չլինի նրանց վերածախսել 15 միլիոն դրամ անազատության մեջ պահելու համար, այլ իրենք կան ծառայեն եւ դրանով իրենց ներդրում ունենան բանակի մեջ եւ նաեւ մեր պետության պահպանության գործում։ Եթե ինչ-ինչ հանգամանքներով մեր քաղաքացիները 27 տարեկանը լեռնալուց հետո ունեն ընտանիք, ծանրաբեռնվածություն կամ առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված չեն կարող ծառայել, նրանք կարող են վճարել որոշակի գումարներ եւ ծառայել կրճատված ժամկետով։ Օրինակ վճարել 8 միլիոն ծառայել 1 ամիս, վճարել 5 միլիոն ծառայել 6 ամիս, վճարել 2.5 միլիոն ծառայել 1 տարի կամ չվճարել եւ ծառայել 2 տարի ժամկետով։ Այս օրենքի շնորհիվ 1 տարվա ընթացքում առաջիկա տարվա ընթացքում մենք կունենանք մոտավորապես մինչև 5 միլիոն դոլարի պետական եկամուտ եւ նաեւ կունենանք հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր կվերադառնան Հայաստանի Հանրապետություն եւ կհաշվառվեն պայստազորով։ Չենք ունեն նաեւ հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր կփորձեն իրենց զավակներին անչափահաս տարիքում հեռացնել Հայաստանից, այդ ընթացքում հավաքել X գումար, գալ վճարել եւ որևիցե կերպ չծառայել բանակում։ Այդ խնդիրը այսօր էլ կա։ Իմ նախորդ օրենքի նախագիծը, որ ազգային ժողովում տապալվեց, գալիս էր լուծելու այս խնդիրը։ Մենք ցավոք սրտի ունենք ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր օրինակ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նշեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զորակոչի թվի մոտավորապես 20%-ի չափով ունեցել են քաղաքացիությունից հրաժարվողների դեպքեր։ Հասկանում եք, թիվը ինչ մեծ է։ Եթե պայմանականորեն ասենք, միջինացված մեր տարեկան զորակոչը 10,000 է, մոտավորապես 2,000-ի կարգի տղաներ ամեն տարի հրաժարվում են։ Դա ահռելի սարսափելի մեծ թիվ է, այսինքն 4-5 տարվա ընթացքում մենք մի ամբողջ տարվա չափով զինծառայող ենք կորցնում, ովքեր քաղաքացիությունից հրաժարվում են։ Ես ինչ էի առաջարկել, որպեսզի 15 միլիոն турք սահմանենք, որպեսզի այս անձինք չհրաժարվեն, մնան եւ շարունակեն ապրել Հայաստանում, հետագայում գնալ ծառայության կամ այդ գումարը վճարել եւ կրճատված ժամկետով ծառայեն։ Չգիտես ինչու որևէ պատճառաբանություն չներկայացնելով մեր գործընկերները տապալեցին նախագիծը եւ նախագծի տապալումից հետո էլի շարունակում են հազարավոր քաղաքացիներ հրաժարվել քաղաքացիությունից եւ դրանով տուժում են մեր բանակը, զինված ուժերը, արդեն նշեցի, որ տարեկան շուրջ 20%-ի չափով միայն այս մասով նվազում ենք ունենալու։ Առաջիկայում ես նույնպես մեկ անգամ եւս այս նախագիծը շրջանառելու եմ, որովհետեւ գտնում եմ, որ անթույլատրելի է, որ մենք թույլ տանք մեր քաղաքացիները հեշտությամբ մի հատ դիմում տան 14 տարեկան հասակում քաղաքացիությունից հրաժարվեն ու շարունակեն Հայաստանում ապրել, ոնց որ մնացած բոլորը, ովքեր գնում են ծառայության, ովքեր որ ջանք են ներդնում, հաճախ վիրավորվում են, հաճախ զրկանքների են կներեք կամ կտրվելով իրենց ընտանիքից ժամանակ են անցկացնում զինված ուժերում, իրանք ունեն նույն երկիրը, որը ունեն նաև մեր մյուս քաղաքացիներով որևէ գումար չվճարել, ուղղակի քաղաքացիությունը հրաժարվում է։ Սա անընդունելի է, սրա դեմ ես առաջիկայում փորձել եմ կրկին եւս մեկ անգամ առնել, հույսով եմ այս անգամ մեր գործընկերները կամ դեմ չեն քվեարկի կամ գոնե փաստարկ կներկայացնեն, թե ինչու են դեմ, որտեվ անթույլատրելը չի կարող այդպես բան լինի ընդհանրապես։ Ու նաև ուրիշ բան էլ ասեմ, որ օրենքի տապալումից հետո քաղաքացիությունից հրաժարվողների թիվը աճել է։ Մոտ 30%-ով ավելի շատ են սկսել հրաժարվել օրենքի տապալումից հետո, ինչը թվերով առաջիկայում կներկայացնեմ, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի Հանրապետությունը։ Գործընկերների հետ կապված այս միջադեպին անդրադառնալով ձեր տպավորությամբ արդյոք ճիշտ է լրագրողներին նմանքեր դուրս անել ազգային ժողովից։ Այն դեպքում, որ ունեին պատգամավորի անցաթուղթ նրանք։ Խոսքը վերաբերվում է ժողովուրդ օրաթերթի լրագրողներ Սոնային եւ Քնարին։ Ես նրանց ասել եմ, որ
եթե դուք այստեղ եկել եք որպես հրավիրված անձիկ, որպես քաղաքացիներ, ես ձեզ կպաշտպանեմ եւ չեմ թողի, որ ձեզ դուրս հրավիրեն, որովհետեւ դրա իրավունքը որևէ մեկը չունի օրենքով սահմանված կարգով։ Առաջի փորձի ժամանակ երբ ՊՊՑ աշխատակիցները փորձեցին նրանց դուրս հրավիրել, ես ասացի, որ ներկայացրեք հիմքեր, այլապես նրանց դուրս հանելը անօրինական է եւ անհիմն է։ ՊՊՑ աշխատակիցները դուրս եկան, որը ժամանակ անց եւս մեկ անգամ ասացին դուրս եկեք եւ քնարը եւ Սոնան դուրս եկան ուղակի նիստի դահլիճից։ Եթե նրանք դուրս չգային եւ պահանջեին օրինական հիմքեր, վստահաբար նրանք կշարունակեն մնալ նիստի դահլիճում։ Պարոն Սարգսյան, դուք չտեսաք, բայց նրանց քաշ քշելով, թևերից բռնելով ուղղակի ազգային ժողովից հանեցին։ Լրագրողի վերաբերյալ նկատմամբ նման վերաբերմունքը ճիշտ է, ձեզ բռնի ուժով, առանց այդ ոչ ահաբեկչություն էին անում, ոչ նիստին էին խանգարում, ոչ ինչ։ Տեսեք, նրանցից պետք է անել հետեւյալը, իրենց որպես ազգային ժողով, որպես լրագրող մուտքը այս պահին սահմանափակված է եւ նրանք օրենքով իրավունք չունեն որպես լրագրող մուտք գործել ազգային ժողովի տարածք։ Դա օրենքով սահմանված կարգով սահմանված է։ Նրանք պետք է ուղղակի ասեին, որ իրենք որպես քաղաքացի են եկել եւ շարունակեն մնալ նիստերի դահլիճում, ինչը իմ համար անհասկանալի պատճառներով իրենք չարեցին ու ստիպված դուրս եկան։ Այդ վերաբերմունքը ճիշտ էր, որ գալիս է դրան արանքից այսպես Անդրանիկ Քոչարյանին աչքով վերանում, որ այո հանեք, ես ասում եմ։ Ես չեմ դերապետում նման տեղեկատվություն։ Պարոն Սարգսյան, դուք բողոքարկել էիք, որ ցուցակում անցնելու համար փաստորեն մերժվեց, ինչ է նշանակում, որ ամեն դեպքում որոշում կա եւ դա չի պես քննարկվում։ Սահմանված կարգով, որպես քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ, որպեսզի ընդգրկվեմ, ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում, այսինքն դա ոչ թե ցուցակներ, այլ նախնական ընտրության կազմը, որից կուսակցականները պետք է ընտրության միջոցով որոշեին համամասնությամբ, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը մերժել է, ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի եւ որևէ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել եւ իմ դիմումը մերժվել է եւ ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն, ես լինեմ ազգային ժողովում, թե ոչ։ Մենք որդեգրել ենք կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը։ Ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ հայկի նկատմամբ սխալ են, կարեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ որ նաև նման ցանկություն չունեմ անգամ բողոքարկելուս չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Ես արդեն պատասխանեցի հարցին։ Այսինքն կոնկրետ մնալու եք որպես ԿՊ։ Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունների ավարտը եւ գումարվի հաջորդ խորհրդարանային 9-րդ գումարումը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել եւ իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը։ Անձնապես Փաշինյանի հետ հանդիպում կարող է պլանավորեք իրեն։ Չունեմ նման պլանավորում։ Ինչի մտածում եք չի ընդունի ձեզ։ Չէ, անհրաժեշտություն չկա։ Այս օրերի ընթացքում Այսինքն դուք հասկացաք, որ Փաշինյանը մտադիր է ձեզ չտեսնել ապագայում խորհրդարանում։ Ես հասկացա, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությունը չի ցանկանում, որպես ես լինեմ նախընտրական Այդ ցուցակում։ նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը։ Ինչու եք դուք հիմա պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Ես կներեք որտեղ տեսակ պաշտպանել։ Վարչությունը ունի 20 անդամ։ Վարչությունը ունի 20 անդամ, բոլորի ձայները հավասար են եւ վարչությունը կայացրել է երկու որոշում, առաջի դեպքում մերժել է իմ ցուցակում ընդգրկվել է, երկրորդ դեպքում մերժել է իմ բողոքարկումը։ Եվ սա վարչության որոշումն է։ Ոնց է ձևակերպեմ Փաշինյանը։ Չէ, կներեք ուրիշ հարցեր խնդրում եմ։ Եթե կամենաք Փաշինյանը, դուք արդյոք չեք լինի այնտեղ։ Այդ հարցը ինձ չի ուղղված։
Facebook-յան ձեր էջում 2018 թվականից վիդեոներ եք պարբերաբար հրապարակում, ցույց տալով, որ Փաշինյանին աջակցել եք հեղափոխության 2007-ից, բայց մասնապես նաև 2018 թվականի դեպքերի հետ կապված, այսինքն այս ամենը չօգնեց, հա, Փաշինյանին ոչինչ չասած, այն մարդիկ, ովքեր իր հետ ճանապարհ են անցել, հեղափոխություն են իրականացրել, փաստորեն նրանց էլ կարող է հեռացնել եւ որևէ խնդիր չունի։ Ես արդեն պատասխանեցի, որ վարչությունը կատարել է որոշում է կայացրել եւ նաեւ երկրորդ որոշումն է կայացրել, որով չի փոխել իր առաջի որոշումը, թե ով ինչով է առաջնորդվել, կարող եք այդ հարցը ուղղել վարչության անդամներին։ Ինչ բացատրություն ունեք, որովհետեւ հիմնականում ասում են, որ ձեր շուրջ ստեղծված այս աղմուկը պայմանավորված է այն մարդկանց հետ, ովքեր որ քրեական ենթամշակույթին են պատկանում եւ դուք նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեք։ Խնդրեմ, որ նման բան է ասում, որևէ հիմնավորում ներկայացնի։ Լուսանկարներ է տարածվել ձեր եւ Չաղրուստամի։ Ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել։ Բայց ընկերներ ունեք։ Ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող, չկա նման բան։ Ասեմ ավելին, ես միակ падգամավորն եմ, ով ազգային ժողովը մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կերող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել, այսինքն տրամաբանական եք համարում, որ միակ падգամավորը, ով ելույթներով ներքին գործերի նախարարին հարց տալով, բարձրացնելով քրեական ենթամշակույթ կերող անձանց հարցը, իրեն մեղադրում են, ասում են այս падգամավորը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ։ Այսինքն միակ անձն եմ, ով դրա մասին ազգային ժողովում բարձրաձայն խոսացել է, դա նշանակում է, որ ես սատարում եմ քրեական ենթամշակույթին։ Այսինքն երբ ես ասում եմ, որ օրենքով սահմանվում է, որ քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը, պահպանելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, պատիժ, մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում, ինչու չի օրենքով սահմանված նորմը կիրառվում, քանի որ ունենք օրենքով տասնյակ օրենքով գողեր, ովքեր գտնվում են ազատության մեջ, ինձ անհասկանալի պատասխաններ են տալիս ուժային կառույցները, որ ինչ որ անձանց մասով գնում է քրեական գործեր, ինչ որ անձանց մասով չկա տեղեկատվություն, մինչդեռ այդ տեղեկատվությունը, որ մենք ունենք տասնյակից ավել մոտ 2 տասնյակ օրենքով գողեր, նույն ներքին գործերի նախարարությունն է ինձ տրամադրել։ Այսինքն ինձ տրամադրում են, որ մենք ունենք 2 տասնյակ օրենքով գողեր, նաև ինձ տրամադրում են տեղեկատվություն, որ որևէ գող կալանքի մեջ չի գտնվում, բացառությամբ մեկ վրացի գողերով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, այլ հոդվածով էր կալանավորվել եւ դատարանում չգիտես ոնց հայտարարել է, որ հանդիսանում օրենքով գող, նաև քրեական ենթամշակույթի հոդվածն է նրա վրա ավելացել, բացառությամբ այս դեպքի այս վիճակագրությունը ասում եմ անցած տարվա դրությամբ, որովհետեւ նոր վիճակագրություն չեմ բա, չենք ունեցել որևէ օրենքով գող, ով գտնվում է կալանքի մեջ։ Ունեցել ենք ովքեր գտնվել են տնային կներեք վարչական հսկողության տակ, այսինքն բրասլետով կամ գրավի դիմաց են դուրս եղել, ունեցել ենք բազմաթիվներ, ովքեր քրեական գործերը կարճվել են։ Այսինքն այս պայմաններում ու գալ ասել, որ Սարգսյան Հայկը քրեական ենթամշակույթին հովանավորում է, դրա մա պիտի լինի, չլինի ցուցակում, սա ոչ միայն սուտ է, այլ սա չեմ կարող այլ նկարագրել տալ։ Բացատրություն, հա, ունենք նաև, որ ամեն դեպքում ձեզ թիմից մերժում են, կուսակցությունից մերժում են, դուք ինչ բացատրություն եք, ինչով է Ես բացատրություն չունեմ, ու այլ հարցեր ունեք։ Որ է այլ կուսակցությունով մասնակցեք, եթե ոչ ԿՊՕ։ Չկա նման հարց։ Եթե այլ հարցը չունեք, ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Այսինքն կառավարության հետ եւս խնդիրներ ունեք։ Կառավարության հետ որևէ խնդիր ըստ իս չկա։ Ես շատ հաջող կերպով 5 օրենքի նախագիծ եմ ընդունել, որոնց կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Այսօր 6-րդ օրենքն է քննարկվել հանձնաժողովում, որին նույնպես կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Պատրաստվում եմ առաջիկայում մի շարք օրենքի նախագիծը շրջանառել մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտը եւ համագործակցել կառավարության հետ։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկա նման հարց։ Պարոն Սարգսյան, այսօրին ձեզ տեսնում են գերիների հարազատներից մեկի հետ եւ շատ է խոսակցությունները, որ դա ձեր PR-ի համար եք դուք անում։ Ցավում եմ, որ նման խոսույթ կա, բայց նաև օբյեկտիվ է, որ կարա նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը, նշեմ, թե ինչպես է եղել դեպքը եւ ինչպես է եղել կոնկրետ այս մասնավոր դեպքը, որ տեղի ունեցել 3։ Ուրեմն 3 չէ առաջի օրը մենք տեղեկություն ենք ստանում եւ եղբայրս, որ
գերիներից մեկի կինը, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ, Լիբանանի արաբ, Լինդա անունով կինը, ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի եղել է գերեվարված, 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, որպեսզի նա վերադառնա։ Իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասացին այլ դաշնակցության ներկայացուցիչը, տոմսը գնել է։ Ես չեմ ուզում, որպեսզի ստեղ որևէ քաղաքական հայաց կամ կուսակցական պատկանելություն տարանջատենք։ Շնորհակալ եմ այդ մեր հայրենակցից, դաշնակցության այդ կուսակցության ներկայացուցիչ կամ համակրից, չգիտեմ ով է, եղբայրս իր հետ խոսած է, ով գնել է այդ տոմսը, մենք էինք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանի Հանրապետությունը ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք եւ իր ամուսնու հետ հանդիպի։ Շատ ուրախացել է, իդեպ Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ ձեր զանգից հետո եմ որոշել վերադառնալ, քանի որ միջև դա չէի հավատում, որ ամուսնուս ազատ են արձակել, տեղեկատվությունը, որ ամուսնուն արձակել են, ստացել է լրատվականներից մեկից եւ չի հավատացել, ասել է ինչու եք իմ նյարդերի հետ խաղում, ինչու եք նման կեղծ տեղեկատվություն տալիս։ Միայն մեր խոսքից հետո նա հավատացել է եւ վերադարձել է, սա ասում եմ իր խոսքի մեկնաբանություններով։ Նրան դիմավորել ենք օդանավակայանում եւ ուղեկցել ենք գնացել ենք հոսպիտալ, որտեղ պահվում էին մեր գերեվարված գերությունից վերադարձած տղաները։ Ասել են, որ նա գնացել է քննչական կոմիտե։ Միասին Լինդայի հետ գնացել ենք մեր տուն, որտեղ մոտ 5-6 ժամ սպասել ենք։ Քննչական կոմիտեից երբ ասել են, որ արդեն ավարտվել է գործողությունները, գնացել ենք եւ նրանք հանդիպել են ամուսիններով։ Դրանից հետո, քանի որ չեն ունեցել այլ ուղեկցող անձ, չեն ունեցել բարեկամներ, ընկերներ, չեն ունեցել որևէ դրամ իրենց գրպանում, մենք շարունակել ենք նրանց ուղեկցել, տանել հյուրանոց, այսօր առավոտյան, քանի որ ես նիստի ընկերներիցս մեկին եմ խնդրել, որպեսզի նրան եւս մեկ անգամ տանի քննչական կոմիտե, այսինքն այս աշխատանքը մենք անում ենք հասարակական հիմունքներով, որպես քաղաքացի, տեղյակ ենք, որ այս անձինք չունեն բարեկամներ Հայաստանի Հանրապետություն, չունեն ֆինանսական միջոցներ, չեն ճանաչում քաղաքը եւ անհրաժեշտություն կա նրանց քաղաքում ուղեկցելու։ Այսինքն, եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաք է, քան Հայաստանում, եւ չիմանար որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանար թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ եւ այլն, նա չէր կարողանում դա կազմակերպել, մենք փորձել ենք սա կազմակերպել եւ կարող է դա սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար, որովհետեւ դիրապետել ենք տեղեկատվության, որ այս մեր լիբանանահայ բարեկամը Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության։ Պատերազմի ընթացքում չի լքել Արցախը եւ որպես քաղաքացիական օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, միջև վերջի օրը մնացել է։ Ու ինքը մեր երկրի ծառայություններ է մատուցել։ Ու այսօր ժամանակն է, որ մեր երկրի գերությունից հետո մեր քաղաքացիները իդեպ ասեմ շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում մեր քաղաքացիներին այո օգնելու ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով ուզում եմ ասեմ սա ընդհանուր բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք նրանց մենակ չթողնենք։ Դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնում Փաշինյանին ընտրությունների այս Նման տեղեկատվություն չեմ տիրապետում, չեմ ցանկանում մեկնաբանել, չեմ կարդացել։ Այլ հարցեր ունեք։ Տեսեք նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է ծառայության մեկնումը, հիմա եթե այս նախագծով նրանք զորակոչվեն բանակ, ստացվում է ծառայելու են 1.5 տարի 2-ի փոխարեն, ճիշտ է։ Ոչ, իմ նախագծի շահառուները ծառայելու են 2 տարի ժամկետով, քանի որ օրենքի շահառուները 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված քաղաքացիներն են, եթե նրանք սահմանված կարգով գնային ծառայության, պետք է գնային 2018 թվականին, իսկ 2018 թվականին գիտենք, որ ծառայությունը 2 տարի ժամկետով էր, այսինքն իրենք պետք է լրացնեն այն բացը, որը թողել են։ Իսկ այս նոր համազգեստի վերաբերյալ ինչ դիրքորոշում եք բացակայել։ Չեմ ուսումնասիրել, չեմ կարող դիրքորոշում հայտնել այս բանը։ Փաշինյանը գոհունակություն էր օրինակ հայտնել տարածել էր նմուշները։ Ես չեմ տեսել։ Շնորհակալ եմ։